Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 11 Նայիր իմ տառապանքին ու իմ ցավին և ներիր իմ բոլոր մեղքերը։ Սաղմոս 25-րդ գլուխ 18-րդ խոսք։ Մեզ համար լավ է, երբ մեր վշտերի համար արված աղոթքներն ուղեկցվում են մեր մեղքերի համար արված աղաչանքներով, երբ Աստծո ձեռքը մեզ վրա ծանրանալիս մենք ամբողջովին չենք տարվում մեր ցավերով, այլ հիշում ենք Աստծո դեմ գործած հանցանքները։ Լավ է նաև, երբ մենք վիշտն ու մեղքը միևնույն տեղն ենք բերում։ Դավիթն Աստծուն էր ներկայացնում իր վիշտը և Աստծուն էր խոստովանում իր մեղքը։ Նկատեք ուրեմն, որ մենք մեր վշտերը պետք է Աստծուն հանձնենք։ Դու կարող ես քո ամենափոքր վշտերն անգամ պատմել Աստծուն, քանի որ քո գլխի բոլոր մազերն էլ հաշված են։ Քո ամենամեծ հոգսերը նրա վրա գցիր, որովհետև նա մեկն է, ով օվկիանոսն իր ձեռքի ափի մեջ է պահում։ Գնա նրա մոտ, որքան էլ ծանր լինի քո դժվարությունը, և կհայտնաբերես, որ նա կարող է և կամենում է հանգստություն տալ քեզ։ Բայց մենք մեր մեղքերը նույնպես պետք է Աստծուն տանենք։ Մենք պետք է դրանք խաչի մոտ տանենք, որպեսզի արյունը թափվելով դրանց վրա ոչնչացնի դրանց ապականիչ զորությունը։ Ի վերջո, այս խոսքի առանձնահատուկ դասն այն է, որ մենք մեր վշտերն ու մեղքերը պետք է Տիրոջ մոտ տանենք ուղիղ հոգով։ Ուշադրություն դարձրեք, որ այն ամենը, ինչ Դավիթը խնդրում է իր վշտերի վերաբերյալ, սա է. նայիր իմ տառապանքին ու իմ ցավին։ Սակայն հաջորդ խնդրանքը շատ ավելի հստակ, որոշակի, վճռական և շեշտակի է. ներիր իմ բոլոր մեղքերը։ Շատ տառապողներ այսպես կասեին. հեռացրու իմ տառապանքն ու ցավը և նայիր իմ մեղքերին։ Բայց Դավիթն այսպես չի ասում։ Նա բացականչում է. Տեր, ինչ վերաբերում է իմ տառապանքին ու ցավին, ես չեմ թելադրի քո իմաստությանը, պարզապես նայիր դրանց։ Տեր, ես քեզ եմ թողնում դրանք։ Իհարկե ուրախ կլինեի, որ ցավս հեռանար, բայց արա ինչպես դու ես կամենում, բայց մեղքերիս համար գիտեմ, թե ինչ եմ ուզում։ Ուզում եմ, որ դրանք թողվեն ինձ։ Ես մի վայրկյան անգամ չեմ կարող դրանց անեծքի տակ մնալ։ Քրիստոնյայի համար տառապանքն ավելի թեթև բեռ է, քան մեղքը։ Նա կարող է հանդուրժել, որ իր դժվարությունները շարունակվեն, բայց չի կարող կրել իր հանցանքների բեռը։